որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված, տիկնայք եւ պարոնայք։ Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հերթական անգամ խաղաղության մասին ավետեց, բայց այս անգամ ստիպված էր արդեն պատասխանել Զանգեզուրի միջանցքի մասին Ադրբեջանի նախագահի չդադարող հայտարարություններին։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Փաշինյանի ելույթից 2 օր առաջ Ալիևը նույն ամբիոնից հերթական անգամ խոսել էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից, փորձելով ցույց տալ, որ Վաշինգտոնում հենց դրա բացման մասին է պայմանավորվածություն ձեռք բերվել, պարզապես Թրամփի ճանապարհի անվան տալ։ Թրամփի ուղին կերաշխավորի անխոչնդոտ կապ Զանգեզուրի միջանցքով եւ կխթանի տարածաշրջանային կապակցվածությունը։ Ալիևն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին սկսեց կրկին խոսել Սպիտակ տանը Թրամփի միջնորդությամբ կայացած հանդիպումից հաշված օրեր անց, այն դեպքում, երբ անձամբ ստորագրել է Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու պայմանով անխոչնդոտ կապ ստանալու տակ։ Ձեզ համար բերել եմ արդեն իսկ հայտնի այս թղթի մեծ լուսապատճենը։ Փաշինյանը շաբաթներ առաջ խորհրդարանում հորդորում էր հիմք չընդունել այն, թե ինչ կասի Ալիևը։ Միջանցք կդնի Սյունիքով-անցնելիք ճանապարհի անունը, թե այլ բան։ Կարևորն ասում էր փաստաթղթի մեջ գրվածն է, որտեղ միջանցք բառ չկա։ Ձեր նշած տերմինաբանությունը Հայաստանի Հանրապետության հետ ընդհանրապես որևէ կապ չունի։ Եթե նույնիսկ երթվեն, որ Հայաստանի Հանրապետության հետ կապ ունի, չհավատակ, որովհետև երթումն է սուբյեկտիվ կա օբյեկտիվ իրականություն։ Ալիևը շարունակում էր միջանցքի մասին խոսել, իսկ Փաշինյանը նորից նույնն էր պնդում։ Ով ինչ ուզում է ասի, բացարձակապես ով ինչ ուզում է ասի, ով ինչ ուզում է ասի։ 5 տերմինի շրջանակից թեկուզ մի միլիմետր ինչ որ դուրս է, դա իրականության հետ չի կարող որևէ կապ ունենալ։ Հիմա սակայն Փաշինյանն արդեն մտահոգիչ է համարում, որ Ալիևը չնայած Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին նորից Զանգեզուրի միջանցքից է խոսում, պարզաբանում է ակնկալում Ադրբեջանի նախագահից։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Փաշինյանը չի հասկանում, ինչու է Ալիևն ասում ու անում բաներ, որոնք կասկածի տակ են դնում նրա հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այդ խոսուստները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում։ Խաղաղության մթնոլորտից եւ բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի եւ այդ օրինակ խոսույթները ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող եւ նեգատիվ ազդեցություն եւ ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ, ի հեճուկս ձեռք բերված եւ հռչակված պայմանավորվածությունների։ Ալիևը սակայն միայն միջանցքի մասին խոսելով չի սահմանափակում։ Ինչպես Վաշինգտոնից առաջ, այնպես էլ դրանից հետո ամեն առիթն օգտագործում է Հայաստանի հասցեին ագրեսիվ եւ ռազմատենչ հայտարարություններ հնչեցնելու համար։ ՄԱԿ-ի ամբիոնից եւս Ադրբեջանի նախագահն ավանդական դարձած մեղադրանքները հնչեցրեց ու հերթական անգամ պնդեց, թե կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանին։ Ասես չի էլ լսել Փաշինյանի պնդումը, որ խաղաղությունն արդեն հաստատված է։ Նոյեմբերի 10-ը պատմության մեջ մտավ որպես Հայաստանի կապիտուլյացիայի օր։ Եվ Փաշինյանը չի հասկանում, ինչու է Ալիևը նորից լարվածություն առաջացնող հայտարարություններ անում։ Միթե բերկրանք չի ապրում, որ խաղաղության դարաշրջան է բացվում։ Որն է ահռելի պոզիտիվ բովանդակության արկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Միթե խաղաղությունը բավարար բերկրանք եւ բավարարվածություն չի պատճառում։ Ինձ օրինակ պատճառում է։ Ինձ բավարար բերկրանք է պատճառում նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետությունը տպավորիչ տեմպերով զարգացող, անկախ, ինքնիշխան, սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է եւ ատելություն չի տածում ու չի տարածում հարևանների եւ որևէ մեկի նկատմամբ։
Մինչ Փաշինյանը զարմանում է ադրբեջանցի գործընկերոջ ագրեսիվ պահվածքից ու հորդորում նրան իրպես բերկրանք ապրել խաղաղությունից, Ալիևը տիկնոջ հետ Բաքվում ԱՊՀ խաղերի բացման արարողությանը Հայաստանի հանդեպ ատելության հերթական չափաբաժիններ ըմբոշխնում։ 44 թիվն էին ցուցադրում, հետո նրա սիրած երկաթե բռունցքը, որն Ալիևը Հայաստանին հաղթելու եւ Արցախը հայաթափելու խորհրդանիշն է դարձրել։